Գործարար ձեռագիր հաղորդաշարն այսօր անդրադառնում է նոյեմբերի 27-ին Տեսակետ ակումբում կայացած մամլո ասուլիսին, որտեղ Արաքս թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողներին ներկայացրեցին Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից իրականացված նոր բացահայտումներ, շուկայում ի հայտ եկած կեղծումների եւ հատկապես նոր թափ առած կեղծ մակնշումների հետ կապված։ Յուրաքանչյուր մարդու համար, ինչու՞ չէ նաև կազմակերպության համար ցավալի է, երբ ցանկանում են նրա անվան հետ խաղալ, հեղինակության հետ խաղալ, նրա բարի համբավը եւ անունը նսեմացնել։ Հոկտեմբերի 8-ին մամուլում հայտնված վերջին հոդվածը արդեն մեզ ստիպեց, որպեսզի դիմենք համապատասխան քայլերի, հոդվածի անուններ, եթե կհիշեք, ապագայի ձվեր։ Դիմեցինք ոստիկանության վաղարշապատի բաժին եւ գործերի նյութերը նախապատրաստվեցին եւ այս նոյեմբերի 20-ին վաղարշապատի քննչական բաժնից մենք ստացանք գրություն, որի համաձայն փորձաքննության դրել են մեր ընկերության մակնշած եւ այդ ծվերը եւ գտան, որ մակնշումը չի համապատասխանում մեր ընկերության կողմից մակնշված ծվերին։ Եվ հիմա արդեն բացվել է քրեական գործ, որի համաձայն մեր ընկերությունը այդ քրեական գործում դիտվում է որպես տուժող կողմ։ Արաքս թռչնաֆաբրիկայի մակնշմամբ ժամկետնանց ձու շուկայում չի հայտնվում, փաստեց ընկերության տնօրենը, իսկ այն ձվերի վրա, որ մակնշումը չի երևում կամ կեղտոտ է, խորհուրդ ենք տալիս այդպիսի ձվերը ուղղակի չգնել, հավելեց բանախոսը։ Ձուն գնելուց անպայման ամսաթվին նայեք նրա մաքրությանը եւ օգտագործելուց եփելուց առաջ անպայման լվանայք։ Գագիկ Մակարյանը նաև տեղեկացրեց, որ Արաքս ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում է, իսկ 2011 թվականին եղել է 68-րդը եւ պետբյուջե է վճարել 1 միլիարդ 209 միլիոն դրամ։ Ասուլիսի շրջանակում լրագրողներին օնլայն կապով ցուցադրվեց այն սանիտարահիգիենիկ բարձր պայմաններն ու գերժամանակակից արտադրությունը, որն առկա է Արաքս թռչնաֆաբրիկայում։ Ասուլիսի շրջանակում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, համաձայն որի զանգվածային լրատվամիջոցների հետ համատեղ կկազմակերպվեն այցելություններ բոլոր թռչնաֆաբրիկաներ։ Արաքս թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը նշեց, որ իրենց թռչնաֆաբրիկան սիրով պատրաստ է հանրությանը ներկայացնել իր արտադրության ընթացքը։ Մնում է հուսալ, որ Սպառողների միության նախաձեռնությունը դրական հանգուցալուծում ստանա եւ մյուս բոլոր թռչնաֆաբրիկաները եւս պատրաստակամություն հայտնեն հանրության համար դառնալ առավել բաց եւ թափանցիկ։